Տևական խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են մնում արագ ռազմականացումն ու ռևանշիստական տրամադրությունների աճը։ Պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ եւ պատճառ չլինի։ Մենք անհամբերությամբ սպասում ենք համաձայնության գալ։ Ադրբեջանը փորձում է մեր կողորտը ստեղծի եւ իր բոլոր պահանջները բավարարի։ Մեր համար բավականին ռիսկային ժամանակահատված է։ Ադրբեջանն եւ Թուրքիան չունեն նպատակ Հայաստանի հետ ունենալ խաղաղ հարաբերություններ։ Խաղաղության համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները Հայաստանի կողմից ընդունվել են եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցություններն ավարտվել են։ Ճիշտ էր միջազգայնացիաներից դատական հայցերի հետ կանչի ու սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու պայմաններն ընդունելը եւ ինչ վտանգներ են դրանք պարունակում։ Այդ համաձայնագիրը բնականաբար Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում։ Ադրբեջանը ստանում է Արցախը եւ կարողանում է ամբողջովին ամրագրել իր իրավունքները Արցախի նկատմամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի այդպիսի բան չի ստանում, սկսենք դրանից։ Երկրորդը, եթե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է հայցերից, իսկ խոսքը գնում է 4 տարբեր տեսակ հայցերի մասին, ապա ըստ դա հնարավորություն է տալիս Ադրբեջանին նաեւ կոծկել մարդկության դեմ եւ ռազմական բոլոր հանցագործությունները, որը նա իրականացրել է ամբողջս ընթացքում, սկսած Արցախյան 44-րդ պատերազմից եւ դրան հաջորդող փուլերում, երբ որ նա օրինակ օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքները, խոշտանգել է հայ զինծառայողներին գերեվարել է Արցախի քաղաքական ղեկավարությանը եւ այլն։ Դա բացարձակ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից չի բխում։ Ստորագրման հաջորդ օրն էլ իսկ կարող է խախտվել։ Հաջորդ օրը, իդեպ ես ասեմ, ասենք կողմից մեկը ասում է, գիտեք ինչ, դուք ես մի կետը չեք կատարում, ուրեմն մենք էլ մյուս կետը չենք կատարում, հա? Ենթադրենք։ Օրինակ ասում եմ, դուք եվրոպական ձեր դիտորդներին չեք հեռացրել սահմանագծից, թեև ենթադրենք հեռացրել ենք, բայց ասենք մի հատ եվրոպական տուրիստ այնտեղով անցել է ու լուսանկարել է, հա? Այդ դեպքում մենք էլ մեր մասով չենք կատարում, մենք էլ նորից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտում ենք։ Դա աբսուրդային վիճակ է իրականում, այդ թուղթը զուտ պրոպագանդիստական նշանակություն ունի։ Սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու կետը չի հակասում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև 1997 թվականին կնքված պայմանագրի, հավաքական անվտանգության պայմանագրի որոշ դրույթների։ Տեսականորեն կարող է հակասել, որովհետեւ ըստ էության, եթե Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիան լինի, Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի վկայակոչել 97 թվականի ռազմավարական պայմանագիրը Ռուսաստանի Դաշնությանի հետ եւ այո եւ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը։ Այդ դեպքում սա նրան սահմանափակվում, բայց ես նույնիսկ ուզում եմ ձեզ ասեմ հետեւելը։ Այս համաձայնագիրին պետք չէ այդքան լուրջ վերաբերվել։ Նա իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է։ Իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է։ Հայաստանի համար նա որևէ իրավական ուժ չունի։ Թե մինչև համաձայնագրի նախագծի համաձայնեցումը, թե դրանից հետո Ադրբեջանը լրացուցիչ պահանջներ է առաջ քաշում։ Սահմանադրության փոփոխություններից ցած պահանջում են այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ, դեպի Նախիջևան միջանցք, հատուցման վճարում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, Հայաստանի ապառազմականացում, ձեռք բերված զենքզինամթերքի վերադարձ։ Ինչն է մեծամասամբ անիրատեսական պահանջներ առաջ քաշելու նպատակը։ Ադրբեջանը հստակ հասկանում է, որ իր դեմ նա ունի թույլ իշխանություն, որի միակ նպատակը ինչ որ կերպ, այսպես ասած, Ադրբեջանի հետ հարաբերություններում պայմանական ճակերտներով, այսպես ասած, առաջընթաց ամրագրելն է, որպեսզի հնարավորություն ունենա դրանից հետո բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ ինչ որ իմաստով մտնել Թուրքիայի ենթակայության տակ։ Եվ այդ տրամաբանության մեջ Փաշինյանը պատրաստ է ըստ էության ցանկացած զիջումների, Ալիևը դա հրաշալի հասկանում է եւ հասկանում է նաեւ, որ Փաշինյանի քաղաքական, այսպես ասած, ժամանակը սպառվում է։ Հաջորդ ընտրություններին Փաշինյանի վերարտադրության հավանականությունները շատ կտրուկ անկում են, ապրում ես ամեն ինչի համատեքստում։ Այդ պատճառով նրանք փորձում են մաքսիմում կորզել այս թույլ իշխանությունից եւ ի վերջո իմիջիալոց հասնել, այսպես ասած, այն անդառնալիության կետին, որից հետո Հայաստանի Հանրապետությունը չկարողանա այլևս արդյունավետ կերպով պաշտպանել իր սեփական ազգային շահերը։ Ես կարծում եմ, որ Ալիևի մոտ դա չի ստացվի։ Սահմանադրության փոփոխության Փաշինյանը կարծում եմ չի գնա, որովհետեւ գիտի, որ դա ձախողվելու է։ Բնակչության 96%-ը դեմ է Ադրբեջանի պարտադրանքով սահմանադրություն փոխելուն։ 96%-ը։ Այդ Ադրբեջանի էսկալացիայի գնալու հնարավորությունը պետք չի թերագնահատել, բայց գերագնահատել եւս պետք չի։ Ի վերջո դրա համար հիմք է պետք, ռացիոնալ հիմք է պետք, միջազգային հիմնական խաղացողների նաեւ որոշակի աջակցություն է պետք, որ ակնհայտորեն հիմա չկա, թե չի արդեն վաղուց էր գնացել, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ Ադրբեջանը այդ ռազմական էսկալացիաների ճանապարհով փորձում է իր կամքը արդեն ինչ որ իմաստով աբսուրդային ձևով պարտադրել Հայաստանի Հանրապետությանը, դրա համար այդ աջակցությունը չկա, այդ մեկ։
Երկրորդը ի վերջո կա եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր եւ նաեւ բնակչության զգալի մաս, որը զինապարտա, մարտունակա եւ պատրաստ է հայրենիքը պաշտպանելու, եւ չեմ կարծում, որ Ադրբեջանի կողմից էսկալացիան պետք է դիտարկել որպես այդպես միակողմանի զբոսանք, էլի, որ իրանք զենքը վերցած կգան կմտնեն մեր քաղաքները։ Դա դաժան դիմադրության է հանդիպելու, դաժան դիմադրության։ Ադրբեջանը մեծ կորուստներ է կրելու եւ ի վերջո ես կարծում եմ, որ դրա մոտ կձախողվի։ Ադրբեջանն ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Նպատակը ռազմական ագրեսիայի համար հող նախապատրաստելն է։ Կարծում եմ դրանով նա հող է նախապատրաստում, որպեսզի բարենպաստ պայմաններում ագրեսիայի դիմի, բարենպաստ իր համար բարենպաստ պայմաններում, իրականում նպատակները մի քանիսն են, ասենք բարենպաստ պայմաններում ագրեսիայի դիմել, ոչ բարենպաստ պայմաններում պարզապես հոգեբանական ճնշում գործադրել։ Դուք հաշվի առեք, որ երբ որ հասարակության դու անընդհատ պահում ես ստրեսի մեջ, ինչ որ պայծկած հասարակություն ասում է լավ, ինչ ուզում եք ստորագրեք, միայն այս ամեն ինչը վերջանա։ Ալիևը այս անգամ չունի դրա ըստ էության հնարավորությունների պատուհանը։ Եվ դա բացատրվում է շատ պարզ պատճառով։ Եթե հետևել եք Թուրքիայում իրադարձություններին, Ալիևի, այսպես ասած, հիմնական հենարան Էրդոգանը հիմա ինքը հայտնվել է շատ բարդ իրավիճակում։ Քանի Էրդոգանը իր խնդիրները չի հաղթարել, իսկ Էրդոգանը եւս ինչ որ իմաստով անշրջելիության կետը անցել է Իմամօղլեին ձերբակալելու միջոցով։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը չի համարձակվի գնալ նոր ռազմական էսկալացիայի։ Իսկ երբ Թուրքիան կկարողանա ներսից խաղաղացվել, երբ Թուրքիան կկարողանա վերակողմնորոշել ուշադրությունը այս տարածաշրջանի նկատմամբ, այդ բավական բարդ հարց է։ Նախորդ շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի բանագնացը Մոսկվայից մեկնել է Բաքու։ Ինչ ազդակներ կարող է Միացյալ Նահանգները փոխանցել Ադրբեջանին։ Ասեմ ձեզ, որ դա գաղտնի է պահվում, խոսքը Ստիվեն Ուիտկոֆի այցելության մասն է, գաղտնի է պահվում, որովե կերպ չի հանրայնացվում, ի տարբերություն օրինակ Մայք Վոլցի հայտարարության, որը բացահայտ էր։ Ենթադրում ենք, որ հաշվի առնելով Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հիմա առկա ծայրահեղ մեծ լարվածությունը, պատճառներից մեկը այցելության նրանում էր, որ Միացյալ Նահանգները ստանան Ադրբեջանի աջակցությունը իր տարածքը հնարավոր ռազմական գործողությունների դեպքում օգտագործելու համար։ Արցախի տարածքի զգալի մասը անմիջական հարևանության մեջ է գտնվում Իրանի հետ, կան բազմաթիվ տվյալներ, որոնտեղ կան նաև իսրայելյան բազաներ, 4 հատ ռազմական օդանավակայան այս ընթացքում կառուցվել, որոնք ոչ մի քաղաքացիական իմաստ եւ տրամաբանություն չունեն, ուստի չի բացառվում, որ այդ ամեն ինչը կարող է օգտագործվել Իրանի դեմ, բայց Ադրբեջանի տեսանկյունից դա ծայրահեղ մեծ ռիսկ է, որտեղ Միացյալ Նահանգները հեռու են, իսկ Իրանը անմիջական հսկայական ցամաքային սահման ունի Ադրբեջանի հետ, եւ եթե օրինակ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունները Իրանի դեմ տապալվեն, իսկ դրա հավանականությունը գոյություն ունի, ապա չի բացառվում, որ հակահարվածը կհասցվի ոչ թե Միացյալ Նահանգներին, որոնք հեռու են, այլ հենց Ադրբեջանը։ Ոստի Ադրբեջանը բնականաբար հիմա հայտնվել է այդ իմաստով բարդ վիճակում։ Ադրբեջանի իշխանությունները խոսում են ռազմական բյուջեի շարունակական ավելացման, նոր սպառազինության ձեռքբերման, հարցերն ուժով լուծելու պատրաստակամության, Հայաստանի իշխանությունները խաղաղության մասին։ Մինչդեռ ինչպես հայտնի է, խաղաղություն ցանկացողը պետք է պատրաստի պատերազմի։ Մենք պատրաստվում ենք պատերազմի։ Եթե դու ուզում ես խաղաղությունը պետք է պաշտպանված լինի ուժով, այդ է նա ինչ որի միջոց Ամերիկայի նոր նախագահ Թրամփն է անդադ ասում, հա, խաղաղություն ուժի պարտադրանքի միջոցով, դա նշանակում է, որ եթե ուզում ես խաղաղություն, երաշխավորված խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի, այսինքն պետք է ուժեղ լինես, հա, որը նշանակում է, որ մենք պետք է շարունակական ներդրում կատարենք սեփական ուժը մեծացնելու, սեփական ուժը ամրապնդելու, սեփական ուժը իմիջալուց ըստ անհրաժեշտության գործարկելու մեջ։ Ադրբեջանը դրա մասին շատ է խոսում, Հայաստանը դրա մասին չի խոսում ընդհանրապես, բայց պետք է ասել, որ մեր մոտ բանակը բոլոր դեպքերում գոյություն ունի, չի կազմալուծված, աշխատում է, այն տեղեկատվությունը, որ մենք ունենք, նաև այն ինչ-որ նույնիսկ անզեն աչքով է կարելի տեսնել, եթե դուք գնաք օրինակ Սյունիք ճանապարհին կտեսնեք նոր ամրաշինություններ եւ այլն, որը բանակը այս ընթացքում կառուցել է, ես ենթադրում եմ, որ բանակը աշխատում է, ես ենթադրում եմ, որ հիմա մենք պատերազմի ավելի լավ ենք պատրաստ, ոչ թե պատերազմի լավ շուտ ռազմական էսկալացիայի, ավելի լավ ենք պատրաստ քան ստե նախկինում, ուստի կարևոր է ինչ-որ իմաստով հոգեբանականորեն դրան պատրաստ լինել, ոչ մի խոճապի չմատնվել եւ հիշել, որ եթե դու պատրաստ ես դրան, եթե դու պատրաստ ես մեղմ ասած ամենաբացասական զարգացման սցենարին, մեծ հավանականությամբ դու հենց դրանով այս սցենարը կկանխես, որովհետեւ հակառակորդը եթե հասկանում է, ավելի շուտ ճշգրիտ թշնամին, եթե հասկանում է, որ դու պատրաստ ես դիմագրավելու իրան, ինքը 7 անգամ կմտածի մինչև հերթական գործողություն անի։ Ոստի մեր հասարակությունը աշճանաբար պետք է դուրս գա այս անկճախտից, հասկանա, ուզում ենք անվտանգ ապրենք, ուզում ենք խաղաղ ապրենք։ Պետք է պատրաստ լինենք հակառակորդի ոտնձգություններին դիմագրավելու։ Պատրաստ կլինենք հակառակորդի հետ ոտնձգություններին չի գնա։